Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնն ամփոփեց այս տարվա ապրիլին մեկնարկած երաշտ և բողբոջ հանրապետական ֆոտոմրցույթը։ Մեկնարկից մինչև ավարտը մրցույթի համար նախատեսված կայքում ավելի քան 4000 նկար է ներբեռնվել։ Հեղինակները 5-ից 12-րդ դասարանի աշակերտներ են հանրապետության տարբեր դպրոցներից։ Ֆոտոմրցույթի ամփոփմանը ներկա էր նաև կրթության և գիտության նախարարը։ Շնորհակալ եմ քրիստոնեական դաստիարակության կենտրոնին, որ Մայրաթորի հետ մեր համագործակցության շրջանակներում եւս մեկ հետաքրքիր մտահղացմամբ հանդես եկավ, որը լայն արձագանք գտավ եւ մեր երեխաները կարողացան նաեւ իրենց ֆոտոնկարչական հմտություններով լրացուցիչ անգամ հիշել ու պահանջել։ Առհասարակ միջոցառումները Մայրաթորի հետ անցնում են մի շատ բարձր մակարդակով, շատ լայն մասսայականությամբ եւ քանիցս անդրադարձել ենք, որ մեզ համար ազգային դպրոց ունենալու մեր ցանկության մեջ Մայրաթորը անփոխարինելի գործընկեր է։ Հաշվի առնելով մասնակցության բարձր ցուցանիշը եւ երեխաների ստեղծագործական մոտեցումը մրցույթին, գնահատող հանձնախումբը ավելացրել է մրցանակային տեղեր։ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի խոսքով ընտրությունը շատ բարդ է եղել, շատ երկար քննարկել են աշխատանքները։ Կային այնպիսի նկարներ, որոնք շատ երկար մտածելու տեղիք են տվել մեզ։ Սա է մեզ համար կարևորը, որտեղ ուղղակիորեն գերակշռում էր կյանքը, ապրելն էր գերակշռում, քան թե մահը։ Այո, մահը կա, դա անուրանալի իրականություն է։ Չենք կարող ոչ մեկս շրջանցել այդ մահվան իրականությունը, բայց կյանքի հավատքով, նաև այս կյանքի հավատքով, նաև հավիտենական կյանքի հավատքով, որոնք մենք պիտի փորձենք այս ժամանակավորը մեր ընթացքը դրսևորել։ Այս է, որ մենք ուզեցել ենք ուսուցանել եւ տեսնել այդ ստեղծագործությունների մեջ։ Հանձնախմբի անդամներին զարմացրել է, թե ինչքան աշխատանք են կատարել աշակերտները, բեմադրելու համար պատկերն այնպես, որ յուրաքանչյուր դետալ իմաստավորված լինի։ Լավագույնը ճանաչված լուսանկարի հեղինակը Ձորագյուղի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներից է։ Պատկերում ներկայացված է այդ կիսաքանտունը վկայում է մեր ավերված հայրենիքի մասին, այդ պապիկը, որ նստած է անկյունում, նա եղեռնից փրկված մարդն է, իսկ երեխաները որպես սերունդ, որ մենք պետք է հիշենք եւ այնուհետեւ համայնաշխարհից պահանջենք, որպեսզի նրանք էլ հիշեն։ Այս նկարում պատկերված են Եղի Պատրուշեցի Արև տատի ու նրա կոռի ձեռքերը։ Հուզիչ է ոչ միայն Արև տատի ընտանիքի պատմությունը, ում ծնողները ցեղասպանությունը վերապրածներ են, այլ նաև այս լուսանկարի պատմությունը։ Մեր հարևանուհին էր, որի ծնողները 1915 թվականին գաղթել էին։ 90 անց 99 երևի տատիկ էր, որը այս տարի մի քանի ամիս առաջ մահացավ։ Ինքը նույնպես սպասում էր մրցույթի ամփոփմանը։ Իր համար էլ հետաքրքիր էր, արտասվեց նկարի, երբ որ ես նկարն էի անում, բայց ինձ խորհուրդ տվեց, որ ես հավատամ ու հուսամ, որ ես էլ կլինեմ լավագույնների մեջ։ Զարուհին այս աշխատանքով ճանաչվեց լավագույն մտահղացման հեղինակ։ Այս երկու անվանակարգից բացի նախատեսված էր նաև հատուկ մրցանակ, որն ստացավ Խորեն Ամիրխանյանը։ Եվս 14 աշակերտներ ստացան մրցանակներ ֆոտոմրցույթին լավագույնս ներկայանալու համար։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։